Մայիսի 26-ին հորդառատ անձրևների հետևանքով վարարած Դեբեր գետը դուրս էր եկել իր հունից և Լոռու ու Տավուշի մարզի բնակավայրերում մի շարք ավերածությունների պատճառ դարձել։ Աղետի հետևանքով ցավոք ունեցանք նաև զոհեր, օրեր շարունակ ամբողջությամբ ջրածածկ մնացին բնակավայրեր, իսկ մարդիկ ստիպված գիշերեցին դրսում։ Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներ հայտարարվեցին աղետի գոտի։ Այսօր հունիսի 17-ին համահայկական ճակատ շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի կոչով համահայկական ճակատ շարժման ներկայացուցիչները և մի շարք հայրենասեր քաղաքացիներ հումանիտար օգնություն են ցուցաբերել Լոռու մարզում աղետից տուժած անապահով շուրջ 50 ընտանիքի։ Անապահով յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվել է մեկական սննդային արկղ, իսկ բազմազավակ ընտանիքներին երկուական արկղեր։ Համահայկական ճակատ շարժման հիմնադիր անդամ Արսեն Վարդանյանը նշեց, որ Սանահին գյուղն այս պահին ունի բոլորիս աջակցության կարիքը։ Այսօր մենք գտնվում ենք Սանահին գյուղում։ Համահայկական ճակատ շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի կոչով հավաքվել է հումանիտար օգնություն, որը այսօր բաժանվել է Սանահին գյուղում 50 տուժած ընտանիքների թվով։ Սա կրելու է շարունակական բնույթ, ասեմ ձեզ, որ իմանաք, Սանահին գյուղը հերոս գյուղ է։ Լենինգրադի բլոկադայի ժամանակ Սանահին գյուղը ընդունել է բոլոր այն երեխաներին, ովքեր մնացել են բլոկադայի մեջ ու մկարեցել են հանեն, տեղափոխել են Սանահին գյուղ։ Այս գյուղը շատ կարևոր գյուղ է։ Մենք պետք է աջակցենք, որովհետև իրանք պատրաստական միշտ օգնել են ժողովրդին և հիմի իրանք են գտնվում ծանր վիճակում։ Մեծ զրույցում համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գևորգյանը նշեց, որ շարժման կողմից ցուցաբերվել է աջակցություն աղետից տուժած ընտանիքներին։ Այսօր համահայկական ճակատ շարժման կողմից, որը ղեկավարում է գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, աղետից տուժած Սանահին գյուղին թվով 50 ընտանիքի ցուցաբերվեց հումանիտար օգնություն, որը կարծում եմ կկրի շարունակական բնույթ։ Կոչ ենք անում բոլորին աջակցություն ցուցաբերել աղետից տուժած գյուղին և բնակչությանը։ Տրամադրված օգնության համար բնակիչներն իրենց շնորհակալություն հայտնեցին համահայկական ճակատ շարժման ներկայացուցիչներին, իդեմս Արշակ Կարապետյանին։ Շատ ապրեք, շնորհակալ ենք, գոհ շնորհակալ ենք բոլորից։ Մեր կողմից շնորհակալություն կհայտնենք։ Շատ շնորհակալ ենք, որովհետև տալիս եք հետնել շատ վատ է էլի մեր շենքերը որ տենակ էլի, բայց կտբան կլն էլի մի օր էլ կգասեք, շատ շնորհակալ ենք, շատ, վերին աստիճանի։ Ինչպես համահայկական ճակատ շարժման և կուսակցության անդամներն են նշում, անապահով ընտանիքներին տրամադրվող աջակցությունը շարունակական բնույթ է կրելու։